Հայեր ջան, օրվա բարի ժամ բոլորիդ։ Ես խնդրում եմ այս եթերը դիտելու հրավիրեք կամ իրանց հետ կիսվեք այն մարդկանց, ովքեր ամեն կերպ քարոզում են 2026-ի ընտրությունները, այն մարդիկ, ովքեր ասում են, դե բան չմնաց, մի վրազեք, ինչ հեղափոխություն, ինչ ցնցումներ։ Գրանք 2026-ին ընտրությունների մի խոսքով սենց էս ամեն ինչ։ Մասնավորապես հրավիրեք այն անհատներին, ովքեր հավակնություններ ունեն ընտրություններով ինչ որ մի բան փոխելու ու իրանց ներկայացնում են որպես թեկնածուներ, այն թեկնածուները, ովքեր դեմ են հեղափոխությանը։ Ես այսօր մի հատ այն որ վերջներ էդի վերջակետներ մեկնաբանություն տեսա, որից առաջ այն որ մի քանի տասնյակ հատ էլի աչքովս ընկել էր, ուղարկել էին, լավ ասում եմ, էսի մի հատ, էսի երկու, էսի 10, ես զգում ես, չէ, սրան վերջ չկա։ Մեկնաբանությունը ինչումն էր, այս վերջինը որ տեսա, Նիկոլին գրել են, որ Նիկոլ ջան մեզ թիկունք եղի, մեր թիմով մայրաթորը վառենք, իրանց տեղը իմանան եւ այլն։ Այն մեկը գրել էր, մենակ իմանամ ինչ չեն դատի, գնում եմ մայրաթորը պայթացնելու։ Այն մեկը գրել էր, մի խոսքով այն որ ես հիմա մաքսիմալ փորձում եմ էմոցիաներս զսպելով խոսալ, որպեսզի բուն միտքը իմաստը տեղ հասնի նրանց, ովքեր տվայտվում են բանով, ընտրություններով, գնանք ընտրության ու մի բան փոխվի։ Նայեք, ես չեմ ուզում հիմա որակավոր եմ, բացատրեմ, որ սրանք պիղծ են, որ սա էդի բոլորը հասկանում եք։ Վատը այնա, որ այս պիղծը, այս պղծությունը, այս պղծվածները, այս անհայրենիք, անաստված, ան ոչ մի արժեքավոր բան, էակները բիոաղբը, բիոզանգվածը ավելի շատ է Հայաստանում, քան մենք ձեր հետ։ Ու սրանք ընտրազանգված են, դուք ուզեք դա, չուզեք, դեմ լնեք, սիրեք, չսիրեք, ընդունեք, չընդունեք, այս բիո զանգվածը, որը պատրաստ է մայրաթոր վառելու, որը պատրաստ է, գիտեք, այն որ անհատի հետ, Գարեգին բայի հետ խնդիր կա, ինքը վատ մարդ է, ինքը անհատ է, նա եկեղեցի չի, նա չի պաշտամունքը, նա չի Աստված կամ կրոնը, դա այլ հարց է։ Էնել այդ հարցը ամեն մեկին տրված չի, սա էլ նշենք։ Բայց դա մի կողմ եմ դնում, ստեղ արդեն խոսքը եկեղեցու մասին է, մարդը պատրաստ է գնա վառի Նիկոլի հովանավորչությամբ, այն մեկը պայթացնի, այն մեկը այնքան այլանդակ բաներ են գրել, որևէ անհատի չէ, նորից եմ կրկնում, եկեղեցուն, եկեղեցի կրոն, որի համար հազարամյակներով, տարիներով, դարերով հայը կտանքների է ենթարկվել, զրկանքների է ենթարկվել, սպանվել է, պայքարել է, արուն է թափել, կռվել է, ու այսօր մարդիկ ցենց բացահայտ իմ ու ձեր կողքին ապրելով, առանց որևէ ինչ որ պատասխանատվության զգացումի կամ վախի, որ դրա համար կարժանանան պատասխանատվության, մարդիկ պատրաստակամություն են հայտնում գնալու վառելու մայրաթոր Սուրբ Էջմիածինը ու ասենք լայքերի քանակը տենակ։ Այս լայքերն են, որ ձայն են տալու ընտրություններին, սրանք են ընտրազանգված։ Հիմա հարցս ուղում եմ այն քաղաքական գործիչներին, սենց հայրենասեր, ովքեր ասում են մենք պետք է ընտրություններով գնանք ու անցնենք, դուք ձեր հույսը ում վրա եք դրել, ինչի վրա եք դրել։ Այս սրանք պետք է ձեզ ընտրեն, թե մի 100 հոգի ձեզ ասել են ուժեղ տղա ես, մենք քեզ ընտրելու ենք, գլուխներդ կորցրել եք։ Երբ որ ասում եմ, որ միակ ճանապարհը հեղափոխությունն է, որովհետև ստեղ այն քիչ քանակությամբ 3%-ով բնակչության, որը նորից եմ ասում, արդեն լեգենդար թիվ է դառել 70,000 մարդ։ Միակ ճանապարհն է ուղղելու։ Հիմա կա 70,000 մարդ, ով դատապարտում է
մայրաթոր վառելու միտքը, ով դատապարտում է ազգային արժեքների ոտնահարումը, եթե կա ու ուզում եք մի բան անել, ոչ թե դատապարտում եք դատապարտելու համար վարսավիրանոցներում, տաքսիներում կամ չգիտեմ սուշիի սեղանի շուրջ կամ մեկի կնունքին կամ կենաց ասելուց, իրոք եթե ուզում եք բան փոխվի, թող որևէ մեկը այդ ընտրություններին ձգտողներից տա մի այսքան երաշխիք, որ այդ ընտրությունով մի բան փոխվելու է, այն դեպքում, եթե ընտրազանգվածդ բաղկացած է մեծամասամբ սրանցից, դա ես չեմ ասում, դա ձեր համար էլ ինչ-որ գաղտնիք չէր, ես բացահայտեցի, մի հատ դուք նայեք, ումից է բաղկացած այսօր Հայաստանի ընտրազանգվածը, մտեք ցանկացած, որն ուզում եք, ինչ-որ հոդվածի մեկնաբանություններ, կապ չունի, այդ հոդվածը Աստծու մասին է, Սատանու մասին է, միլիցեքի մասին է, գողերի մասին է, հրեշտակների մասին է, չգիտեմ, Գարեգին Նժդեհի մասին է, Տիգրան Մեծի, ում մասին ուզում ալնի։ Մենք տակը չկա մի հատ հոդված, մի հատ թեմա, որի տակը մեկը չհայտնվի, որը քֆուր է գրում, ասենք, տենց ինքը կա միշտ։ Անեծք, քֆուր, ծաղրանք, ու ինձ ասեք, այս ընտրազանգվածով երաշխիք դուք կարողանալու եք տալ, որ տարբեր հեսա բաների մեջով անցնելու ենք մինչև գա ձեր ընտրությունը, ինչա դուք մի հատ աթոռ կամ ձայն կամ բան փախցնեք, պաշտոն ունենաք, ու մեկը լինի այն իրականությունը, ոնց ընկալում են տվյալ մարդիկ, ովքեր պատրաստ են համ Աստծուն քրֆել, համ զինվորին քրֆել, համ Սատանուն քրֆել, համ որ արժի, չարժի, պետքա, պետք չի, իրանք քրֆում են։ Այս դեգրադացված, այս պլինտուզից ցածր մակարդակով, այն որ անսրբություն, որ պատրաստ է մայրաթոր վառելու, այս սրանց հույսով դուք երաշխավորում եք, որ լռենք այս մի տարին էլ Նիկոլը ինչ ուզում է թողանի, մենակ գնանք ընտրությունների, ինձ 100 հոգի ասել են ձեն ենք տալու։ Ուրեմն ձեզ լուրջ թվում է, որ ձեր աթոռը, ձեր ձայները, ձեր ընտրության գնալը, ձեր այդ գալստուկավոր վիճակները ավելի կարևոր են ու ավելի ճիշտ, քան հայրենիքը իր ռեալ արյան կանչով հանած պահանջի, հա? Այսինքն արյան կանչ նկատի ունեմ գենետիկ օրենք ու կանոն կա մարդու մեջ դրված, որը ոչ մի թղթի վրա գրած չի, ու յուրաքանչյուր նորմալ հայ, հայրենասեր հայ մարդ, հասկանում ու զգում է, որ հապաղել չի կարելի։ Դուք քարոզում եք ու համոզում եք ինչ, որ ոչ, սպասեք մենք գնանք ընտրությունների, մեր քարոզ արշավը, մեր ծրագրերը, մենք բանա, սա, այսպես, գումար հավաքենք, բանան ենք, ինչ էր ասում վրա, դա вообще абսուրդ է, գումար դրամը հավաք են անում, որ իրանց կուսակցությունը ունենա գրասենյակ, հարց, ասենք, լավ, այդ գումարը ուղարկենք, այդ գրասենյակը ունեք, ինչ եք անում այդ գրասենյակում, պատրաստվում եք ընտրությունների, որի այսքան երաշխիքը չունեք, որ կարող է մի բանի հասնեք, որովհետև ընտրազանգվածը ուզես չուզես էսա, մեծամասնությունը, այն մեծամասնությունը, որը եղանակ է փոխում, որը ազդեցություն ունի մեր վաղվա օրվա վրա, ու այս կուսակցությունների մեջ եք ժողովուրդ դուք գտել ձեր փրկությունը, ձեր վարչապետներին ու ձեր չգիտեմ ում, այս մարդկանց համար ամենակարևորը մի քանի ձեն փախցնելն է, մի քիչ ինքնահաստատվել կայանալն է, իբր իրանք էլ են ազգային ժողով մուտք ու ելք անում, որ գնան այնտեղ ամբյոնից ասեն, դուք սխալ եք, սա բան, ծափ տակ ասեք, բրավո, բայց հարց չեն լուծելու։ Սրանց ուշու միտքը գնան ամբյոնից խոսան, ասենք նայում են այսօր ընդդիմադիրը վատ խոսած, ասում է ես էլ ինձ լավ կխոսայի, մնացել այս երազանքի տակ, թքած Հայաստանի վրա, որ ես մինչև 26 թիվը հələ ինչեր ալնելու, ամեն աստծոր մի բան տենում ենք, չէ։ Մերվեք սրա հետ, էսի նորմալ է, կարևորը գնանք ընտրությունների, եկեք մեզ ընտրեք, որ մենք գնանք ամբյոնից, մի քիչ էլ մենք խոսանք, մի քիչ էլ մենք պարգևավճար ստանանք, մի քիչ էլ մենք աշխատավար, իսկ դուք ժողովուրդ ջան, դուք մեզ լսեք,
Մեր դրամահավաքին ասում եմ մասնակցեք, որ մենք ունենանք բան գրասենյակ, ինչ ես անում այդ գրասենյակում, ինչ օգուտ ես տալի այդ գրասենյակից։ Մի հատ դիրքերի օգուտ տված կաս, մի հատ ծերանոցի օգուտ տված կաս, մի հատ ինչ ես անում այդ գրասենյակում, որ դրա վարձի համար էլ դու բանա դրամահավաք ես անում, որ 26 թվին գնաս ընտրությունների։ Հիմա ուղիղ հարց էս բոլորին, ովքեր 26 թվին ուզում են գնան դառնան վարչապետ կամ մտնեն ազգային ժողով։ Այս ընտրազանգվածի հետ սա համարեք հանրային պահանջ։ Կարողանում եք հանրությանը տալ երաշխիք, որ այս ընտրազանգվածով, որը փաստ է անհերքելի, ցավալի է, բայց փաստ, դուք կարողանալու եք մի բան փոխեք, մի բանի հասնեք, ձեր ուզածը լինի։ Իհարկե ոչ, եկցենք բախտի վրա մի 5% քաշենք, ունենանք, ձեն տան, մտնենք ազգային ժողով, թե չէ ինչ Հայաստան, ինչ բան։ Ես ասենց եմ դիտարկում։ Ու լրիվ հիմնավոր ու տրամաբանորեն։ Դե կարում եք նույն ձևի հիմնավոր ու տրամաբանորեն սրան հակադարձեք։ Ու այն որ մի ասեք ինձ, որ ընտրությունները եթե չեղավ, մյուս բոլոր ճանապարհները սենց կամ ես լավ գիտեմ, բայց այսօր միակ տարբերակը դա հեղափոխությունն է։ Մի հատ կարճ բացատրեմ ինչու ոնց, ինչի համար է դա ավելի հավանական ու ավելի իրատեսական, քան ընտրությունները։ Յուրաքանչյուր երկրում, բացի կանոնները, բացի ամեն ինչը, ախպեր ֆիզիկապես չեն կարա պայքարեն ամբողջ բնակչության 3%-ի ամբոստության ճանապարհով պայքարի դուրս գալու դեմ։ Սա հստակ իմացեք։ Իսկ այդ 3%-ը ընտրություններին ոչ մի արժեք չունի, որովհետև այդ 3%-ը տեղից պարակտված, տեղից մեկը մի ինչ-որ կուսակցության, մեկը մյուս թեկնածուի հետևորդն է, ասենց կիս ոչ մի օգուտ չի տալու։ Հիմա ես էլ եմ մտնում այդ 3%-ի մեջ, որովհետև ես ընտրության գնացող չեմ, ես ասենք ում ընտրեմ, մի հատ կասեք, ասենք ընտրություններ է, ինձ ասեք, այս սրան գնա ընտրի, այսի անցանք, բայց այդ 3%-ով ընտրություններում ոչինչ փոխել չի լինի, բայց եթե այդ 3%-ը չխախտելով սահմանադրությունը ամբոստության ճանապարհով դուրս գա, պահանջի ու պայքարի, ոչ որևէ կանոնով, ոչ սահմանադրությամբ ու ոչ էլ անգամ ֆիզիկապես, ոչ մի ռեսուրս ու կանոն ու օրենք ու ոչ մի բան չի հերիքի, որ դրա դեմ պայքարեն, այսինքն վաղը, հենց վաղը, այդքան մարդ հայտնվեց դուրսը պահանջով ներկայի նախկինի ընտրությունների չեղարկման, դա լինելու է հաշված օրերի ընթացքում։ Դուք ուղղակի չեք ուզում, դուք ասում եք, որ չգիտեմ ինչ եք ասում ու տենց սպասենք ընտրությունների, որովհետև ձեր թեկնածուները ձեզ քարոզել են, համոզել են, որ ճիշտը դա է։ Դե հիմա ես այսքանը ձեզ սենց բաց ասում եմ, դուք, ախպեր, ես ոչ մի բան չեմ քարոզում, ես սխալ եմ հասկացել, ես ընկալում չունեմ, դուք ունեք, ես գար, դուք գայլ։ Նստեք մտածեք, ես ընտրազանգվածով որևէ մեկը կարա ինչ-որ մի բան փոխի այս երկրում։ Գնա ընտրությունների, անցնի, ինքը ոնց ուզի տենց անի եւ այլն։ Էլ չեմ ասում, որ 0-ի նման, как մինիմում ներկայիս իշխանությունը իր 500,000 ռեսուրսը որպես պետական մարմին ունի։ Ու պլյուս այս դեգրադացված հակահայ սրբապիղծ վիժվածքները, ովքեր պատրաստ են մայրաթոռ վառելու, ովքեր պատրաստ են Գարեգին Նժդեհին հայհոյելու, ովքեր պատրաստ են ամեն ազգային ու հոգևոր ու ամեն ինչ ոտնահարելու, այս էլ դրան գումարեք ու ինձ ասեք հիմա ոնց եք ուզում այդ ընտրություններով մի բանի հասնել։ Ու ասենց քարոզ տանող թեկնածուների մեջ ես տենամ խելացի մարդ ու վստահեմ երկիր, դուք տենց եք անում ժողովուրդ, այդ ընտրություն քարոզող ու ընտրության տանող ձեր թեկնածուների մեջ տենում եք խելացի ու հայրենասեր մարդիկ, տեսեք ինչ ասեմ, տեսեք, շարունակեք չլսել ինձ, շարունակեք ձեր թեկնածուների հետևից գնալ ընտրությունների այս ընտրազանգվածով, ինչ ասեմ, ծրագրեր տան բանա, մենք դրամահավաք ենք անում բանի համար, գրասենյակի վարձի համար, մեկը չի հարցնում, ախպեր ինչ ես անում այդ գրասենյակի մեջ,
Ինչի համար եմ ես այդ գումարը քեզ ուղարկում, որ դու ասենք այդ գրասենյակն ունենաս, որ ինչ անես։ Ծրագրեր մշակես ընտրության գնալու, դե մի հատ այս տեսանյութին պատասխանի նոր գրասենյակը ունեցի։ Ինչ երաշխիքներ ունես, ոնց ես գնում։ Դու սեն շարունակ։ Ես էս էի ուզում ասեի։ Եթե ես անդրադառնամ այս տվյալ մեկնաբանություններ գրողներին, նրանց ովքեր ազգային են ոտնահարում, նրանց ովքեր Նժդեին են կպնում, Անդրանիկին են կպնում, մեր եկեղեցուն են կպնում, ու կապ չունի դա հեթանոսական դարաշրջանի թե քրիստոնեական, դա մեր հայի պատմությունն է, մեր հավատամքն է եղել ու այսօր կա, ու այն որ սրանց անդրադառնամ առանձին մի հատ պետք է, բնականաբար Աստված արդեն իրենց անդրադարձել է, որպես ամեոբաներ, որպես Լուիսի մեջ ինչ-որ մռակաբեսեր, ապրում են ոչ մի բանի չհասած, ասենք ոնց կարա Աստծուն հավատքին դեմ խոսացողը մի բանի հասնի կամ իրանից մի բան ներկա, այնի արդեն վերջացած, վերջ, այնտեղ մարդ չկա։ Դե հիմա ինչ ասեմ, ունենք այն ինչ ունենք, ու դուք ունեք թեկնածուներ, որոնք հեղափոխություն չեն ուզում են ընտրություններ։ Դու մի հատ պատասխանեն այս տեսանյութին, ինչ երաշխիքներով են գնում, ով է իրանց ընտրելու, ինչ են փոխելու։ Նոր հետո արդեն գրասենյակի համար դրամահավաք անեն, քարոզարշավ անեն, այս անեն, այն անեն։ 26 թվին կարճ, ասեն սպոյլեր, էլի մի հատ ասեմ ինչա լինելու։ Գնալու եք ընտրությունների, ու այդ ընտրություններում հաղթի կամ Նիկոլը, կամ էլ նա, ում պետքա հանձնի Նիկոլը իշխանություն, եթե արդեն ժամանակն է, եթե չէ, իմանալու է ինքը։ Սպասեք ընտրությունների, նոր արհավիրքների, նոր աղետների, նորից նստենք, նորից պայքարենք, հետո մի տարի հետո նոր ոնց որ միշտ մի կամ երկու տարի հետո այն մարդիկ, ովքեր սկզբից մեզ քննադատում էին ու հակադարձում, անցնում է մի տարի կամ երկու տարի, պարտադիր գրում են դուք ճիշտ էիք, խի ձեզ չլսեցինք։ Հիմա էլ թո մի տարի անցնի, նորից կգրեք, դուք ճիշտ էիք, ինչի ձեզ չենք լսում եւ այլն։ Այսքան բան, որոշողը դուք եք, ես էլ եմ ասում, ես պատրաստ եմ, ես պատրաստակամ եմ, վերածննդի շարժումը չի վերջացել, վերածննդի շարժման իրականացման տոկոսները օր-օրի աճում են։ Օր-օրի աճում են ու դա գալու է հասնի 100-ի։ Թող մտածեն նրանք, ովքեր ժողովրդին հիմարի տեղ դնելով քարոզում էին ընտրություններ, թե իբր այդ ընտրություններով մի բան կփոխվի։ Նենց որ հայր ջան, ուղղակի վերլուծեք, մի ընկալեք սա, նայեք, ինձ մի դիտարկեք այն նույնիսկ բարին կամեցողները, որ որպես հարազատ, որ քեզ հարգում սիրում ենք, ուրեմն ճիշտ ես։ Ոչ էլ են բաների տենց թշնամաբար, ուղղակի վերցրեք որպես տեղեկատվություն բոլորդ։ Ես չեմ ասել, sense ձեր մտքին եկավ ուղղակի, մի հատ վերլուծեք։ Ինչ ընտրազանգվածով եք գնում ընտրության ու ինչ հույս ունեք դրանով մի բան փոխելու։ Դուք ձեր համար մտածեք, եկեք եզրահանգման, հետո երևի մյուս տեսանյութի տակ կարտահայտվեք կամ գրեք հենց այդտեղ։ Ճիշտը որն է, հեղափոխություն, թե գնալ ընտրության։ Հեղափոխություն նայեք ում հետ ու ընտրությունները նայեք ում հետ։ Հեղափոխությունը մեր, որ խոսում ենք ամեն ինչ պարզ ու ուղիղ ու պատրաստակամ ենք ամենավատ հարվածները մեր վրա վերցնելու, մենակ երկիրը փրկվի։ Դրա համար մեզ պետք է քանակություն ու ֆինանս, դրա մասին բազմիցս ասվել է։ Բոլորից առաջ գնացողը մենք ենք։ Ու նայեք նրանց, ում հետ ուզում եք գնաք ընտրությունների, որ լոլոներ կարդալով ձեզ քարոզում են, իբր ընտրություններով մի բան կփոխվի։ Ընտրության համար մեկ երաշխիքը դա ընտրազանգվածն է։ Ուրիշ գոյություն չունի։ Որ եթե ունի էլ հերու երկրորդ, երրորդ տեղերում։ Ինչ ընտրազանգվածով եք դուք գնում ընտրության, որ ինչ-որ մի բան էլ փոխեք։ Որ հաճ կրկնվեմ, ուղղակի ասեմ, վերլուծեք, մտածեք, եկեք ձեր եզրահանգման, լավ մնաք, Աստված օրհնի բոլորին բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Շեկել է ժամը, հստակ գործելու, կեղծավորների դիմակը պատրելու, թող իմանան բոլորը մեկ չեն կատակում, մենք գործում ենք լույսի բանակում։ Հայասկը դուժել է ձեր փողկապներից, դատարկու անոքուց թոշո դիպլոմներից, տավ է տեղ տանք ինքնարճակներին, ժամ է տեր լինելու հայրենիքին։ Վերցեք ձեր ջորած դիպլոմները, հատատեք ձեր փողկապներով, հայրենիքին պետք են քաչ տղեք, ձեր կուսակցությունը ուղղակի ճաղեք։
Հակահայտ պայմանակները դուք եք ստորագրում, ձեր դիպլոմավոր դեմքերն են ասկը կործանում։ Դուք սովոր եք գեղցիքի քանզի պաշտոնասեր եք, հերու խաղացեք, մենք հայրենասեր ենք։ Լուսի բանակը շունչ ունի կատակելու, սիրուս ճոկատը ուշ ունի կուտակելու, ու Հայաստան աշխարհը կամավորներին է, լուսի բանակի գործը գնահատողին է։ Վերցրեք ձեր ջրած դիպլոմները, փաթաթեք ձեր փողկապներով, հայրենիքին պետք են քաջ տղեք, ձեր կուսակցությունը ուղղակի ջաղեք։ Վերցրեք ձեր ջրած դիպլոմները, փաթաթեք ձեր փողկապներով, հայրենիքին պետք են քաջ տղեք, ձեր կուսակցությունը